Օծությունը Տիրոջից ամեն, փորձեմ այսօր կիսվեմ ձեր հետ մի շատ հետաքրքիր թեմայի շուրջ, որը մի հարցի է վերաբերվում։ Թեմայի վերնագիրը այսպես է. Ադամ, ուր ես։ Ինչ շերտեր ուներ այս հարցը իր մեջ, եւ արդյոք այս հարցը պարզապես վերաբերվում էր Ադամի որտեղ լինելուն։ Մենք միասին այսօր կխորանանք այս հարցի շուրջը։ Սա Աստծո առաջին խոսքն էր մեղավորին, եւ դա պատահական հարց չէր։ Որպեսզի հասկանանք այս հարցի էությունը, փորձենք մի քիչ ավելի տեղափոխվել վաղ, որ հասկանանք, թե ինչ էր տեղի ունեցել։ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով։ Նա ստեղծված էր նպատակի համար։ Նա ստեղծվել էր որպես անոթ, որպեսզի Աստված ինքը լցվեր իր մեջ որպես պարունակություն եւ իր փառքը հայտնի դարձներ բոլոր հավիտյաններին։ Այսինքն Աստծո ստեղծագործությունը ստեղծված էր, որպեսզի պարունակեր Աստծուն իր մեջ։ Մենք պատկերացնում ենք, սա ինչ հրաշալի բան է։ Եվ բնականաբար Աստծուն պարունակողը չէր կարող ստեղծվել որպես ստրուկ, այլ որպես իշխան։ Աստված Ադամին ստեղծեց որպես իշխան, այլ ոչ թե ստրուկ։ Աստված Ադամին ստեղծեց հավիտենական կյանքի համար, ոչ թե մահվան։ Այսինքն Աստծո նպատակը նա էր, որ Ադամը հավիտյան ապրի, ոչ թե մատնվի հավիտենական կորստին։ Ադամը, երբ որ Եդեմում էր, նա ամեն օր վայելում էր Աստծո ներկայությունը։ Նրա երեսի լույսն ու ջերմությունը, նրա ժպիտն ու քաղցրությունը, Աստծո գեղեցկությունը եւ բարությունը։ Եդեմական պարտեզում Ադամը ոչ մի բանի կարիք չուներ։ Որևէ բան պակաս չէր Եդեմում Ադամի համար։ Ադամը ուներ այն ամենը, ինչը մենք կերազեինք։ Ադամի կյանքում չկար հակադրություն եւ չկար պայքար։ Չկար տանջանք, չկար հոգու թախիծ, չկար արտասուք եւ չկար մահվան անդառնալի վիշտ։ Քանիսս այստեղ կուզեինք այսպիսի կյանք ունենայինք։ Եվ ինչպես նա էր ստեղծված կատարյալ ձևով, այդպես էլ իր միջավայրը։ Նա որևէ բանի պակասություն չուներ։ Աստված Ադամից ոչ մի անհնարին բան չէր պահանջում, այլ մի փոքր բան, մի շատ պարզ պայման։ Եկեք կարդանք Ծննդոց 2-րդ գլխի 16-17 խոսքերը։ Եվ Եհովա Աստված պատվիրեց մարդուն ասելով. «Պարտեզի բոլոր ծառերից համարձակ կեր, բայց բարու եւ չարի գիտության ծառից մի կեր, որովհետեւ նրանից կերած օրը մահով պիտի մեռնես»։ Այնինչ եղավ այս խոսքից հետո բոլորս գիտենք, երբ մարդը մեղանչեց Աստծո դեմ։ Եվ երբ Ադամը կերավ ծառի պտղից, Աստված կանչեց նրան ու ասաց. Ծննդոց 3:9-ում է գրած այս հարցը. Ադամ, ուր ես։ Միթե Աստված չգիտեր Ադամի տեղը։ Կամ ինչ էր Աստված ուզում ասել այս կանչով։ Ինչ կար Աստծո այս ձայնի եւ այս խոսքի մեջ։ Մենք միասին կխորանանք։ Որպեսզի ստանանք այս հարցերի պատասխանները, փորձենք իրադրությունը տեսնել Ադամի աչքերով, այսինքն տեղափոխվենք Ադամի աչքերից նայենք մի հատ այս իրողությունը։ Ինչ պետք է աներ Ադամը։ Ադամը պետք է տակնու վրա աներ ամբողջ եդեմական պարտեզը եւ լացով փնտրեր Աստծուն, ասելով Աստված իմ, ուր ես դու։ Քո ստեղծագործությունը կործանվում է։ Ես ուզում եմ ընկնել քո ոտքերի առաջ եւ քեզանից ներողություն խնդրել։ Ինչպես մի երեխա, որ վնասվածք է ստանում եւ վազում է իր մոր մոտ, որպեսզի պատմի իր ցավը եւ լուծում ստանա, օգնություն ստանա, այսպես պետք է լիներ Ադամի հոգեբանությունը։ Ոչ թե հարցը փնտրել թփերի ետևում, թաքնվելով, այլ ընդառաջ գնալով դեպի Աստված։ Ադամի հոգեբանությունը սա պետք է լիներ։ Դժբախտաբար Ադամն ու Եվան այդպես չվարվեցին։
Մինչ այսօր էլ ադամական սերունդը ծածկվում է Աստծուց, իր հնարած ամեն տեսակ ծածկոցներով։ Նա չի փնտրում Աստծուն։ Իսկ Աստծո հավիտենական ձայնը մինչև այսօր էլ ինչպես մի էխո հնչում է դարերի միջով անդադար բոլոր ազգերին ու ժողովուրդներին կանչելով. Ադամ, ուր ես։ Ովքեր գիտեն, որ կորած ոչխարը չի փնտրում հովվին, այլ բարի հովիվն է փնտրում կորած ոչխարին։ Երկրի վրա ապրում է շուրջ 8 միլիարդ 200 միլիոն մարդ։ Եվ Աստծո ձայնը յուրաքանչյուրին անձամբ կանչում է. Ուր ես Ադամ։ Առաջին, այս կոչը ուներ արթնացնող նշանակություն։ Այս հարցը տալով Աստված առաջին հերթին ասում էր. այս ինչ արեցիր։ Բայց մեղքը բթացնում է մարդու խղճ մտանքը։ Սատանայի ամենակարևոր ստրատեգիաներից մեկը սա է։ Երբ որ մարդը մեղք է գործում, մեղքը հիմարացնում է մարդու միտքը, որպեսզի նա կորցնի զգայունությունը եւ պայքարը մեղքի դեմ։ Մեղքը թույն է, որը աստիճանաբար սպանում է մարդու ամբողջ էությունը։ Մեր եկեղեցում էլ եղան մարդիկ, ովքեր ինչպես եկան, այնպես էլ գնացին։ Բայց մի ժամանակ նրանք առաջին շարքերում ցնծում էին իրենց փրկության բերկրանքով։ Իսկ հետո կամաց-կամաց սկսեցին սառչել։ Ինչն էր պատճառը։ Կրակը պահպանելու համար պետք է ցախ ավելացնես։ Պետք է հոգ տանես կրակի մասին, որը վաղը քեզ կպահպանի սառչելուց։ Սառչող մարդը աստիճանաբար սկսում է այլևս ցավ չզգալ։ Հետաքրքիր մի բան կարդացի, ուրեմն 1812 թվականին Նապոլեոնը, երբ որ արդեն Ռուսաստանից նահանջում էր, ֆրանսիացի գլխավոր վիրաբույժ Դոմինիկ Ժան Լարեյը նկատեց մի զարմանալի փաստ։ Նա տեսավ, որ այն զինվորները, որոնց վերջույթները խիստ ցրտահարված էին եւ սառած, անդամահատումների, այսինքն ամպուտացիաների ժամանակ բացարձակապես ցավ չէին զգում։ Եվ նրանք սկսեցին դա անել առանց որևէ անզգայացման, որովհետև ցավ բացարձակ չկար։ Ինչն էր պատճառը։ Ցրտահարությունը, որովհետև այնքան էր անդամները սառել, որ այլևս զգայունությունը կորցրել էին։ Մարդը, երբ սկսում է ցավ չզգալ, նմանվում է այս սառած անդամներին։ Երբ որ քեզ մի օր սատանան մի փոքր պատճառով կպոկի այստեղից, դու չես զգա։ Ինչի համար, որովհետև գտնվում ես սառը վիճակում։ Երբեմն մարդը ցավ չզգալով սկսում է ուրախանալ։ Ինչի համար, որովհետև առաջ ցավում էր, հիմա չի ցավում։ Բայց ես ասում եմ, սա քրիստոնյայի համար ամենավտանգավոր վիճակն է։ Ուրեմն մի հետաքրքիր օրինակ կա։ Մի անդամ սկսում է եկեղեցի չհաճախել, հովիվը որոշում է այցելել ես անդամին։ Գնում է երեկոյան այդ մարդու տուն, գնում է տեսնում է իր բակում այդպես խարույկի շուրջ նստած է, ովքեր գիտեն այս օրինակը, ոչինչ, պատմեմ նրանց համար, ովքեր որ չգիտեն։ Հովիվը մոտենում է, նստում է խարույկի շուրջ, բայց ոչինչ չի ասում։ Այս անդամն է հարցը տալիս, ասում է, կարաս ինձ ասես մի հիմնավոր պատճառ, թե ես ինչու պետք է հաճախեմ եկեղեցի։ Հովիվը էլի չի պատասխանում։ Պարզապես մի հատ փայտ է վերցնում կողքից ու խարույկի միջից մի հատ լավ, սենց հաստլիկ փայտ դուրս է հանում։ Համ խարույկն է վառվում, համ այդ փայտն է վառվում։ Բայց մի քանի րոպե անց այդ փայտը հանգչում է ու սկսում է սառել արդեն։ Երբ որ սառում է, հովիվը նորից վերցնում է մատերով այդ փայտը ու նորից գցում է կրակի մեջ։ Եվ փայտը նորից սկսում է բոցավառվել։ Անդամը ասում է, ես առանց խոսքերի ամեն ինչ հասկացա, վաղվանից կգամ։ Այսինքն, գուցե եկեղեցուց հեռանալուց հետո մի որոշ ժամանակ այդ կրակը պահպանվի։ Բայց ես ձեզ վստահեցնում եմ, այս աշխարհի հոգսերը այնքան շատ սատանան կլցնի ձեր վրա, այնքան շատ ձեր ուշադրությունը կշեղի, որ մի օր դուք էլ չեք հասկանա, թե ինչպես հանգչեցիք եւ ինչպես սառեցիք։
Ցավ զգալը բացարձակ հաճելի չէ, բայց Աստված իզուր չէ այդ զգայարանը դրել մարդու մեջ։ Այն պաշտպանության միջոց է։ Եկեք պատկերացնենք մի մարդու, որ ցավ չի զգում։ Նա կարող է այրվել եւ չզգալ, որ այրվում է։ Նրա ատամը կարող է փչանալ, բայց նա կարող է չիմանալ դրա մասին։ Նրան օձը կարող է մեջքից խայթել եւ նա չզգա այդ խայթոցը։ Արդյոք ցավը կարևոր է, թե ոչ։ Այո։ Ես հիշում եմ 7 տարեկան էի այդ ժամանակ, բայց շատ պարզ եմ հիշում այդ օրերը։ Ուրեմն դե 7 տարեկան երեխայի համար իր պապան իր հերոսն է, չէ՞, որ սաղից ուժեղ է, միշտ sense տեսել է պապան սաղից արագ է վազում, sense մի խոսքով իդեալ կա իր պապայի մեջ։ Մեկ էլ հանկարծ մտնում ես հյուրասենյակ, տենում ես պապան ցավերի մեջ է։ Երբեք հորս այդ վիճակում չէի տեսել, որ ստամոքսի ցավից երբեմն չէր կարողանում նստած մնալ, ծնկում էր գետնին։ Ինչն էր պատճառը։ Դա պատճառ հանդիսացավ, որպեսզի մենք գնանք հիվանդանոց։ Դե բնականաբար էդ էլ հեշտ չտրվեց, որովհետև կարծում եմ հայերի մեջ շատ քչեր կան, որ սիրում են հիվանդանոց գնալ։ Բայց ինչևէ, գնացինք հիվանդանոց եւ պարզվեց, որ ստամոքսի հետ ամեն բան նորմալ է, բայց հետազոտության ընթացքում պարզվեց, որ երիկամում կա քաղցկեղ, որը կայծակնային տեմպերով է աճում։ Ցավը հանդիսացավ պատճառ։ Ինչի համար, որպեսզի դու գնաս հիվանդանոց, որպեսզի հանձնես այդ անալիզները, որպեսզի ախտորոշումդ ստանաս։ Ինչ կլիներ, եթե չլիներ ցավը։ Եվ հետաքրքիր մի բան կա, որ այդ օրվանից հետո, երբ որ հայտնաբերվեց այդ երիկամի քաղցկեղը, ստամոքսի ցավ էլ ընդհանրապես չի ունեցել։ Երբեմն Աստված ցավ է դնում քո մեջ։ Եվ պատճառը ոչ թե քո կորսվելն է, այլ քո փրկությունը։ Երբևէ եղել է մեր կյանքում, որ ինչ որ մի իրավիճակ գա։ Ամենապարզ օրինակը բերեմ, որի մեջ ես էլ կատարյալ չեմ։ Երբ որ քշում ես, մեկ էլ մեկը sense կտրուկ քաշում ասես դեմդ, մեր լեզվով ասեմ։ Որն է մեր գործողությունը։ Առաջինը ազդանշան, որը իր մեջ պարունակում է լիքը քաղցր խոսքեր։ Վատագույն դեպքում էլ հայհոյանք։ Ու այդ ժամանակ ովքեր են զգացել Սուրբ Հոգու հանդիմանություն։ Ես զգացել եմ, անկեղծ եմ ասում։ Դա ոչ թե նրա համար է, որ դու հոգևորապես մեռած ես, այլ դա ցույց է տալիս քո կենդանությունը։ Վախեցիր այն վիճակի համար, երբ որ այդ ձայնը չես լսի։ Նույն կերպ մենք երբ չենք զգում մեղքի հարվածը, այլևս ունակ չենք դիմադրելու դրան, իսկ դրա հետևանքը մահն է։ Բայց նույնիսկ այդ ժամանակ Աստծո կանչը դեռ հասնում է քեզ ասելով. Ադամ, ուր ես։ Այսինչ վիճակի հասար։ Ինչու կերարային պտղից, որից քեզ պատվիրեցի չուտել։ Նայիր ինքդ քեզ, դու մերկ ես, ողորմելի, Աստծուց բաժանված։ Վախենում ես ընդառաջ գալ քո արարչին։ Դու կործանվում ես քարացած սրտով եւ անհնազանդ կամքով։ Դու ընկար քո բարձունքից։ Դու մեռար Աստծո համար, մեռար երջանկության համար։ Դու մնացիր ժամանակների մեջ եւ դուրս մնացիր հավերժությունից։ Ուր ես մեղավոր եւ ինչ արեցիր։ Քո կյանքը դարձավ բեռնավորված ու փխրուն։ Դու ընկար անելանելի սարդոստայնի մեջ, որտեղից սեփական ուժերով դուրս գալու քո ամեն փորձը ավելի ու ավելի կործանարար է։ Այն քեզ ավելի է խճճում իր թելերի մեջ, մինչև որ սարդը, սատանան, հասնի քեզ ու իր հրեշավոր ժանիքներով խոցի քեզ։ Դու ընկար այն ճահճի մեջ, որից դուրս գալու քո ամեն ջանք քեզ ավելի է խորասուզում, մինչև լրիվ կընկղմվես նրա մեջ։ Քո բոլոր երազանքները դառնալու են անիրական, պատրանքներ ու ցնորքներ, մինչև որ հայտնվես քո հավիտենական կորստյան գուբում։ Ադամ,
Դու Եդեմական պարտեզում էիր եւ չէիր գիտակցում, որ կարճ ժամանակ հետո հայտնվելու ես անեծքի տակ եւ ճակատիդ քրտինքով պիտի վաստակես քո հացը մինչեւ որ վերադառնաս հողին, որից վերցվել էիր։ Եվա, դու հիմա փորձում ես արդարանալ քո մեղքը ուրիշի վրա բարթելով, չիմանալով, որ շուտով ծննդյան ցավերով պիտի սերունդ տաս եւ տանջանքով մեծացնես նրանց։ Դու պիտի մեռնես եւ տեսնես քո սերունդի մահը։ Դուք երկուսով թաքնվում եք Աստծուց, բայց չեք հասկանում, որ արդեն վարակված եք ծանր, անբուժելի մեղքի հավիտենական վարակով։ Միթե թաքնվելով հիվանդությունը կարելի է ծածկել։ Ինչքան ուզում ես ջերմաչափվելուց հետո ջերմաչափը կոտրի, միևնույն է դրանից քո արյան ջերմությունը չի իջնելու։ Այլ բժշկվելու համար քեզ պետք է դեղահաբ։ Քրիստոնյան իր դեղահաբը միշտ պետք է փնտրի Քրիստոսի մեջ, ոչ թե թփերի ետևում։ Ով այսօրվա խեղճ մեղավոր, միթե քո հոգին քեզ համար այդքան անարժեք է, որ հանուն մարմնի ժամանակավոր ցանկությունների դու պատրաստ ես այն վաճառել սատանային։ Դու հիմա քնած ես հավիտենական մահվան թմբիրով եւ դեռ շարունակում ես քնել չհասկանալով, որ մի օր աչքերդ բացելու ես մահվան շտեմարանում։ Կանգնիր մեղավոր, վեր կաց մեռելներից եւ Քրիստոս քեզ լույս պիտի տա։ Աստված գիտեք չի դադարել իր ցիրուցան եղած զավակներին փնտրելուց։ Նրա հավիտենական ձայնի էխոն մինչև այսօր էլ կանչում է քեզ։ Ադամ, ուր ես։ Ուր ես ինձնից կորած եւ թաքնվող մեղավոր։ Այսօր դու կարիք չունես թզենու տերևներով ծածկվելու, այլ մաքրվելու Քրիստոսի արյունով եւ վերականգնելու Աստծո հետ խաթարված հարաբերությունները։ Մարդը չփնտրեց Աստծուն, այլ Աստված փնտրեց մարդուն։ Մարդը չհատուցեց իր մեղքի վարձքը, այլ Աստված ինքն իր զոհը պատրաստեց իր միածին որդուն։ Իր Իսահակին տվեց, որ քո Իսահակին փրկի։ Դարձիր, քանի դեռ ժամանակ կա։ Հարցի երկրորդ կողմը։ Այս կանչը բացահայտում է մեղքը։ Ադամ, ուր ես։ Եթե Ադամի սրտի վիճակը ճիշտ լիներ, նա առաջին հերթին կընդուներ իր մեղքը։ Նա կպատասխաներ Աստծո կանչին եւ չէր թաքնվի։ Թաքնվելը ցույց է տալիս Ադամի սխալ սրտի դիրքը։ Պատկերացնենք մի իրողություն, երբ որ Ադամը արցունքն աչքերին կփնտրեր Աստծուն այդ ժամանակ։ Ոչ թե կթաքնվեր թզերի ետևում։ Ուրեմն պապիկը մի քանի օր առաջ մի հետաքրքիր օրինակ պատմեց իր մանկությունից։ Ասում է, երբ որ փոքր էի, մածունով լիկացան, շուռ տվեցի բազմոցի վրա։ Դե առաջի բանը երեխայի մտքով ինչ կանցնի, հեսա որ գան տեսնեն ինձ ինչ են անելու։ Եվ որպես լուծում գտել էր մի հաստ ծածկոց վերցնել եւ բազմոցը ծածկել դրանով, որպեսզի չերևա։ Ինչքան կտևեր կարծում եք այս թաքցնելը։ Մինչև որ ինչ որ մեկը մեծերից կմտներ հյուրասենյակը։ Ինչի համար է դրած այս ծածկոցը այստեղ։ Բարձրացնում ես ու տեսնում ես ամբողջովին մածունի մեջ կորած է։ Ասում է հետաքրքիր է, որ ավելի շատ ծեծկեր ան ոչ թե նրա համար, որ մածունով կացան թափել էի բազմոցին, այլ որ մի հատն էլ վերմակն էի գցել վրան, փորձել էի ծածկեի դա։ Այսինքն կրկնակի էի սարքել այդ տանջանքը։ Երբեմն մենք նմանվում ենք այս երեխային, երբ որ մեղք անում ենք, փորձում ենք Աստծուց թաքցնել։ Արդյոք կարծում եք, որ Աստծուց մեղք թաքցնել հնարավոր է։ Նա ով տիեզերքը թափանցիկ է տեսնում։ Նա ով ամեն բջիջդ գիտի եւ իր մատներով է արարել։ Դու փորձում ես քո մեղքը թաքցնել նրանից։ Անիմաստ է։ Աստված Ադամին իշխանություն էր տվել։ Նրան էին ենթարկվում երկնքի թռչունները, երկրի գազանները եւ ծովի կենդանիները։
Նրան էր պատկանում ամբողջ Եդեմական դրախտը։ Նա ամեն օր վայելում էր Աստծո ներկայությունը։ Ադամի ծածկոցն ու պաշտպանությունը հենց ինքը Աստված էր։ Նա չէր վախենում գիշերվա զարհուրանքից կամ ցերեկը թռչող նետից։ Ադամը հացի պակաս չուներ։ Նրանք հագուստի կարիք չունեին։ Երկրի վրա չկար փուշ և տատասկ, որ ծակեր Ադամի ոտքերը։ Եդեմում մոլախոտ էլ չկար, որ Եվան ստիպված լիներ քախան անել։ Աստված ամեն բան արել էր նրանց կատարյալ երջանկության համար և դեռ ավելին պիտի աներ նրանց համար։ Նրանց համար էր պատրաստված կենաց ծառը իր պտուղներով։ Ոմանք ասում են Ադամին մնում էր մի բան ցանի, մի հատ ջրի, ես ձեզ ասեմ Ադամը ջրելու կարիք էլ չուներ, որովհետև Եդեմը ջրվում էր գետնից ելած գոլորշուց։ Այսինքն կատարյալ էր ամեն բան։ Բայց ափսոս, ինչ արեցիր Ադամ։ Ուր ես։ Միթե Եդեմական պարտեզում ուտելու ուրիշ ոչինչ չկար։ Ես, որ սենց ինձ դնում եմ Ադամի տեղը, ասում եմ, ինչի՞ ես առաջինը կվազեի այդ կենաց ծառից ուտելու։ Բայց մի քիչ մեծ եմ խոսում։ Գուցե ես էլ նույն կերպ վարվեի։ Եվ այս պտուղը, արգելված պտուղը ուտելով դու դարձար գող, դավաճան, Աստծուն արհամարող, անհնազանդ մարդ։ Ինչ արեցիր Ադամ։ Ուր ես։ Աստված քեզ նույնպես տվել է կյանքի համար անհրաժեշտ այնքան բան, քեզանից շատ քիչը պահանջելով։ Հավատացեք, Աստված քեզ ներել է 90-ը, քեզանից պահանջելով ընդամենը 10-ը։ Նա քեզ տվել է մեծ շենք, որպեսզի հավաքվենք այստեղ և Տիրոջը պաշտենք։ Եվ քեզանից ուզում է շաբաթական ընդամենը 2 օր, օրը մի քանի ժամ։ Նա քեզ համար թողեց երկնքի փառքը և եկավ երկիր, Գողգոթայի անարգ մահով մեռնելու։ Իսկ ես նրա համար ափսոսում եմ թողնել իմ դաշտը, իմ կովը, իմ ոչխարը, իմ խաղը և պատճառները յուրաքանչյուրս եկեք ինքներս մեր համար թվարկենք։ Մենք ավելի լավ գիտենք մեր պատճառները։ Նա քեզ կանչում է իր երկնային հարսանիքին, իսկ դու պատճառաբանում ես արտ եմ առել, եզներ եմ առել, կին եմ առել։ Երկրի վրա ամեն օր մոտ 20-ից 25 հազար մարդ մահանում է սովից։ Մի կտոր անգամ բորբոսնած հաց չունենալով, որպեսզի եթե 2 կտոր այդ հացից ուտի, այսօր չի մահանա, բայց այսօր մահանալու է, ինչի համար, որովհետև չունի դա։ Մինչդեռ դու, եթե մի օր սեղանին միս կամ երշիկ չլինի, պատրաստ ես դժգոհել Աստծուց, տրտնջալ Աստծո դեմ։ Երկրի վրա ամեն օր 150 հազար մարդ մահանում է քաղցկեղից, սպիդից և տարբեր մահաբեր հիվանդություններից։ Իսկ դու առողջ ես։ Եվ հաճախ պատրաստ ես տրտնջալ Աստծո դեմ մեջքիդ փոքր ցավից անգամ։ Աշխարհում միլիոնավոր մարդիկ կան, որոնք ծնված օրվանից չեն տեսել լույս, չեն տեսել գույներ, չեն տեսել ծաղիկներ, չեն տեսել ջրվեժներ և Աստծո ստեղծագործություններից ոչինչ չեն տեսել։ Նույնիսկ իրենք իրենց չեն տեսել։ Իսկ դու ունես տեսողության հրաշալի պարգևը և չես գնահատում այն։ Աշխարհում միլիոնավոր մարդիկ կաղ են, խուլ են և անդամալույծ, մինչ դու այսօր քայլում ես, վազում ես, լսում ես, առողջ ես և չես գնահատում այն Տեր Աստծուն, որ քեզ այդ ամենը այնքան շռայլաբար է տվել։ Եվ քեզանից ընդամենը մի փոքր բան է պահանջում։ Աստված քեզ ներել է քո բազմահազար մեղքերն ու հանցանքները, մինչդեռ դու չես կարող եղբորդ ամենափոքր արարքը քո դեմ ներել։ Այս ինչ ես անում և ուր ես հասել Ադամ։ Երրորդ կետը. ուր ես իմ դժբախտ Ադամ։ Դու Եդեմական պարտեզում ամեն օր վազում էիր ինձ ընդառաջ, իսկ հիմա թաքնվում ես ինձանից։ Մի ժամանակ նստում էիր առաջին շարքերում երջանկության աղիողոր մարտասուքներով, իսկ հիմա ներս անգամ չես ուզում մտնել։
Մի ժամանակ լույսի ծածկույթ էիր հագնում, իսկ հիմա ամաչում ես քո մերկությունից։ Մի ժամանակ ոչ մի բանի պակասություն չունեիր, իսկ հիմա աղքատ ես, թշվառ և կույր։ Դու Եդեմական պարտեզում երջանիկ էիր, նույնիսկ չիմանալով, թե ինչ է երջանկությունը, իսկ հիմա միայն հասկանում ես քո կորցրածի արժեքը։ Մի ժամանակ կյանքի ու անհոգության վայելքների մեջ էիր, իսկ հիմա վախի և մահվան սարսափի մեջ ես։ Իմ դժբախտ Ադամ, այսինչ օրի հասար։ Ուր ես, Ադամ։ Այնքան մեծ էր Աստծո սրտի ցավը քո նկատմամբ, որ նա հոժարվեց իր միածին որդուն վերքերի տեր և ցավի տեղյակ դարձնել։ Դա արվել է քեզ համար, քո փրկության համար։ Աստված իր որդուն ծեծերի ու ցավերի մատնեց, որպեսզի դրանով ամոքեր իր սրտի ավելի մեծ ցավը՝ ադամական սերնդի կորուստը։ Որքան Աստված քեզ սիրեց, որ նա, ով ամբողջ ստեղծագործության ճարտարապետն էր, քեզ համար մահվան մատնվեց և այնպիսի զարհուրելի վիճակի հասավ, որ նրա վրա ոչ մի տեղ չկար ախորժելի, ոչ կերպարանք ուներ և ոչ էլ վայելչություն։ Որքան Աստված քեզ սիրեց, որ նա, որ ամեն ինչ ինքն էր ստեղծել, խոնարհվեց այնքան, մինչև որ կթքեին իր վրա, մինչև նրան կխաչեին, որպեսզի դու ունենաս փրկություն։ Որքան մեծ էր քո ցավը նրա սրտում, որ հոժարվեց քո ցավերն ու վշտերը, քո անեծքն ու մերժվածությունը իր վրա վերցնել։ Պատկերացնում ես ինչպիսի արժեք ունես Աստծո համար։ Նա, ով միշտ լսելի էր Աստծո առաջ, քեզ համար մերժվեց և նրա աղոթքը մնաց անպատասխան, որպեսզի քո աղոթքները այսօր լսվեն։ Երբեմն մարդիկ բողոքում են, ասում են, ես աղաղակում եմ Տիրոջը, Տերը ինձ պատասխան չի տալիս իմ աղոթքների մեջ։ Ես ձեզ կասեմ, Հիսուսը ոչինչ չէր արել, բայց քո մեղքը վերցրեց իր վրա։ Եվ դա այնքան մեծ բաժակ էր, որ Աստված իր երեսը շրջեց նրանից, չպատասխանելով նրա աղոթքին, որպեսզի դու այսօր կարողանաս պարզ երեսով Աստծուն աղաղակել և պատասխան ստանալ նրանից։ Մեր խաղաղության պատիժը նրա վրա դրվեց։ Նա բոլոր ցավերն ու հիվանդությունները իր վերքերի մեջ կրեց և իր հոգին ավանդեց։ Որքան մեծ էր նրա սերը քո հանդեպ, որ քեզ համար հոժարվեց սուրբերի Սուրբը մեղավոր դարձնել։ Նա անիրավություն կրեց ու չարչարվեց, բայց իր բերանը չբացեց, ինչպես մի գառ, որ տարվում է մորթվելու։ Նեղությամբ ու դատապարտությամբ վերցվեց երկրից։ Նա, ով հավիտեններից հավիտյան նստում էր սերով բեների վրա և շրջապատված էր բյուրավոր հրեշտակներով, ով կոչում էր սքանչելի, գեղեցիկ, այժմ շրջապատված էր բասանի ցլերով, հափշտակող ու մռնչացող չար ոգիներով։ Նրա սիրտը ջրի պես հալվեց, բոլոր ոսկորները հաշվելի դարձան։ Մոմի պես հալված սրտով հողի ամանի պես չորացած զորությամբ, քիմքին կպած լեզվով մտավ մահվան որջը։ Գնաց և իր իսկ որջում հաղթեց սատանային, ով մահվան իշխանությունն ուներ։ Խլեց նրանից դժոխքի և մահվան բանալիները և երրորդ օրը Սուրբ Հոգու զորությամբ քանդելով մահվան կապանքները հարություն առավ մեռելներից։ Ամեն։ Մեր Տերը եկավ, որպեսզի փնտրի և փրկի կորածին, այլ ոչ թե կորցնի նրան։ Եթե կասկածում եք, կարող ենք կարդալ Հովհաննես 12:47 խոսքը։ Եթե մեկը իմ խոսքերը լսի ու չհավատա, ես նրան պիտի չդատեմ, քանզի ես չեկա, որպեսզի աշխարհը դատեմ, ապա որպեսզի աշխարհը փրկեմ։ Նա եկավ, որ իր ցիրուցան եղած որդիներին մեկտեղ հավաքի։ Նրա նպատակը միաբանելն էր, ոչ թե բաժանելը։ Աստված քեզ համար շատ մեծ գին է վճարել։
Մատթեոս 13-րդ գլուխ 45-ից 46-րդ խոսքեր։ Դարձյալ երկնքի թագավորությունը նման է մի վաճառականի, որ գեղեցիկ մարգարիտներ էր որոնում։ Եվ մի թանկագին մարգարիտ գտնելով գնաց, վաճառեց իր ամբողջ ունեցածը եւ գնեց այն։ Սիրելի Աստծո մարդ, որ նստած ես այստեղ, Աստծո գեղեցիկ մարգարիտը դու ես։ Մատթեոս 13:44 Երկնքի արքայությունը նման է արտի մեջ թաքնված գանձի, որը մի մարդ գտավ ու թաքցրեց, եւ ուրախությունից գնաց վաճառեց իր ամբողջ ունեցածը եւ գնեց այդ արտը։ Սիրելի Աստծո մարդ, որ նստած ես այստեղ, Աստծո այդ գանձը դու ես։ Այսօր շատերը Հիսուսին փնտրում են, բայց ոչ ճիշտ տեղում։ Աշակերտները վազեցին դեպի գերեզմանը, բայց հրեշտակի պատասխանը ո՞րն էր նրանց։ Ղուկաս 24:5-6 խոսքերը։ Ինչ եք ողջին մեռելների մեջ փնտրում։ Նա այստեղ չէ, այլ հարություն է առել։ Այսօր դեռ ժամանակ ունես փնտրելու Տիրոջը։ Վաղը կարող է անդառնալի ուշ լինել։ Եսայա 55:6-7 խոսքերը։ Փնտրեցեք Տիրոջը, քանի դեռ նա գտնվում է։ Կանչեք նրան, քանի դեռ մոտ է։ Թող ամբարիշտը թողնի իր ճանապարհը եւ անօրեն մարդը իր խորհուրդները ու վերադառնա Տիրոջը եւ նա կգթա նրան, մեր Աստծուն, որովհետեւ նա առատապես կների։ Ադամն ու Եվան թաքնվեցին Աստծուց, բայց որտեղ? Ծառերի ետևում։ Աստծուց փախչելն անհնար է։ Իսկ մենք, երբ որ մեղադրում ենք Ադամին, ես ինքս էլ շատ անգամ ասել եմ, Ադամ, լավ, դու Աստծուն տեսած մարդ էիր։ Արդյոք թաքստոց փնտրեցիր ընդամենը ծառերի ետևում։ Ես ասեմ, որ արդյոք մենք նույնը այսօր չենք անում։ Անուղղակի ձևով եմ ասում։ Քո ինքնարդարացումը արդյոք նույն բանը չի։ Երբ որ մեղք ես գործում եւ սկսում ես ինքդ քեզ քո մտքի մեջ արդարացնել, արդյոք սա թզերի ետևում թաքնվել չի։ Թե անպայման պատկերացնում ենք, որ պետքա գնանք ու սենց ծառի հետևը, այսպես տապենք։ Այդպես չի։ Մենք նույնպես մասնակիցն ենք սրա։ Ադամորդու ճիշտ դիրքորոշումը պետք է լիներ սա։ Եկեք կարդանք Սաղմոս 139:7-12 խոսքերը։ Ուր գնամ քո հոգուց եւ քո ներկայությունից ուր փախչեմ։ Եթե երկինք ելնեմ, դու այնտեղ ես, եւ եթե դժոխքում պառկեմ, ահա դու այնտեղ ես։ Եթե արշալույսի թևերն առնեմ եւ բնակվեմ ծովի վերջին ծայրերում, այնտեղ էլ քո ձեռքը կառաջնորդի ինձ եւ քո աջը կբռնի ինձ։ Եթե ասեմ թող խավարը ծածկի ինձ, այն ժամանակ գիշերն էլ լույս կլինի իմ շուրջը։ Մութն անգամ խավար չէ քեզ համար։ Գիշերը ցերեկի պես լուսավոր է։ Մեղքը, որից դու չես ապաշխարում, անպատիժ մնալ չի կարող, սիրելի քրիստոնյա։ Ինչքան ուզում ես փախչիր, միևնույն է, մի օր երկնքից լսելու ես այս ձայնը. Արի այստեղ Ադամ, քո կնոջ հետ միասին։ Արի այստեղ Անանիա, քո կնոջ հետ միասին։ Արի այստեղ Կորխ, Դարթան եւ Աբիրոն ձեր ընտանիքների հետ միասին։ Արի այստեղ Հովնան, քո կետ ձկան հետ միասին։ Եկեք, արդարացեք, եթե ուրիշ արդարացում ունեք եւ կարող եք արդարանալ։ Դուրս եկեք ձեր թաքստոսներից, քանի դեռ ուշ չէ։ Մոտենանք վերջին։ Մի օր դու ես լսելու Աստծո ձայնը։ Գուցե դա կլինի առաջին անգամ եւ դու շատ կսարսափես դրանից, որովհետեւ այն մարդիկ, ովքեր լսել են Աստծո ձայնը, կփաստեն, որ դա սարսափելի բան է։ Գուցե մի հիվանդություն քեզ կգամի անկողնուն եւ կասի քեզ. պատրաստվիր հանդիպելու քո Տեր Աստծուն։ Նրան, ով քեզ շատ հարցեր ունի տալու, իսկ դու դրանցից ոչ մեկի պատասխանը չունես։ Գուցե քո այսօրվա բոլոր հարցերի պատասխանները Տեր Հիսուս Քրիստոսն էր, ում դու այսօր մերժեցիր, ում դու այսօր արհամարեցիր եւ վաղ ուշ կլինի։ Գուցե այսօր քո խոսքերը շատ են եւ անզուսպ, բայց մի օր դրանք քո դեմ են դուրս գալու։
Ցավով եմ ասում, բայց չի բացառվում, որ մի օր նույնիսկ քո հարազատները կկանգնեն քո մահճակալի շուրջ բոլորը եւ կներեք այս բادرից համար անհամբեր կսպասեն, թե երբ ես փչելու վերջին շունչդ։ Որովհետեւ կան մարդիկ, ովքեր այդ վաստակն են թողել իրենց ետևից, որ ոչ մի լավ բան չես կարողանում ասես այդ մարդու մասին։ Կան մարդիկ, ովքեր պարզապես փողի քսակ են հեռանում այս կյանքից։ Եվ նրանց սերունդների մտածողությունն էլ դա է։ Նրանք ոչ թե նայում են որպես հոր, այլ նայում են որպես փողի մի քսակի, որից ժառանգություն ունեն ստանալու։ Եվ կան մարդիկ, ովքեր լի զամբյուղներով կհեռանան այս կյանքից։ Բայց ապաշխարել չցանկացող մեղավորը թող հիշի։ Քո երիտասարդության օրերը հալվող մոմի պես անցնելու են քո սրտի վերջին թերթիռները քեզ մոտեցնելու են կամ հավիտենական կյանքին, կամ հավիտենական մահվանը։ Դու չես կարող խուսափել այդ օրից, երբ քո ուժերը կլքեն քեզ, երբ քո աչքերի պայծառությունը կխավարի, երբ ձեռքերդ թուլացած կկախվեն անկողնուց, երբ սրտիդ զարկերը աստիճանաբար կմարեն, երբ մարմինդ կպատվի վերջին քրտինքով։ Եվ այդ պահին դու կլսես Աստծո ձայնը. Ադամ, ուր ես։ Եթե դու ընտրել ես կյանք առանց Քրիստոսի, ապա պատրաստ եղիր, որ մահվան շուքի ձորը նույնպես պետք է անցնես առանց Քրիստոսի։ Գերեզման ես մտնելու անհույս, ոչ մի հույսի շող անգամ չունենալով։ Այդ օրը հակառակ քո գերեզմանի վրա ասված օրհնության ճոխ խոսքերին դու կարող ես հանկարծ հայտնվել ձախակողմյանների մեջ։ Եկեք իմ օրհնյալներ խոսքի փոխարեն լսելու ես մեկ դիր գնացեք ինձանից, անիծյալներ, դեպի հավիտենական կրակը։ Սրանք սարսափելի խոսքեր են, որոնք այլևս ետդարձի ճանապարհ չունեն։ Եվ դու մի հրաշալի լուր ունես այսօր ստանալու։ Գիտեք որն է այդ հրաշալի լուրը։ Բայց այսօր դեռ ժամանակ կա։ Վաղը կարող է անդառնալի ուշ լինել, բայց այսօր ընդունելի ժամանակն է։ Այսօր է փրկության օրը, ոչ թե վաղը։ Մի խստացրեք ձեր սրտերը, ինչպես ձեր հայրերը, որ արեցին անապատում, եւ դուք էլ շարունակում եք անուղակի կերպով այսօր նույնը անել։ Ես ձեզ խնդրում եմ հանուն Քրիստոսի, հաշտվեք Աստծո հետ այսօր։ Որովհետև նա, ով մեղք չգիտեր, մեզ համար մեղք եղավ, որպեսզի մենք նրանով Աստծո արդարությունը դառնանք։ Եթե մերժես Աստծո այսօրվա կանչը, վաղը դու ես նրան կանչելու, իսկ նա կարող է չպատասխանել։ Լսիր Աստծո կանչը, որ ասում է քեզ այսօր. Ադամ, ուր ես։ Այդժամ պատասխանիր նրան ու ասա. Ես կասեմ, դուք կրկնեք. Ահա քո ծառան, Տեր։ Ահա իմ ընտանիքը։ Մենք բոլորս քոնն ենք։ Մենք մեր հանդերձները լվացինք գառնուկի արյունով եւ գալիս ենք քեզ մոտ։ Եվ այդ ժամանակ դու կլսես ամենամեծ ու ամենաթանկ խոսքերը քո իսկ արարչի կողմից։ Ապրես բարի եւ հավատարիմ ծառա։ Մտիր քո տիրոջ ուրախության մեջ։